Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր եկել եմ անդրադառնալու մի շատ կարևոր թեմայի, որի մասին չէի կարող այլևս լռել։ Շատ լավ գիտեք, որ ես հետվիրահատական շրջան եմ անցնում ու հիմա պետք է այդ բուժումները անցնեմ տնային պայմաններում, քանի որ ակետից բեկետ միայնակ ես կոնստրուկտորներով չեմ կարող շարժվել։ Դիմում եմ տարբեր բարեգործական կազմակերպությունների, որոնք որ իբրև պատրաստական են օգնելու ու այնպես է ստացվում, որ ասում են Միջև 18 տարեկաններից հետո այլ ոչ մեկի չենք օգնում։ Հարցը ոնց ենք մենք լուծելու հաշմանդամություն ունեցող անձիկս։ Չէ՞ որ 18-ից հետո մեր կյանքը նոր սկսվում է, նոր գույներով, նոր մարտահրավերներով, նոր անելիքներով։ Մենք ոնց պետք է ապակինվենք, եթե ոչ մեզ աշխատանք եք տալիս հաշմանդամությունով պայմանավորված, ոչ էլ տալիս եք հնարավորություն օգնություն ստանալու, պետպատվերներն տարին 2 անգամ ու ես պետք է գնամ։ Ես չեմ կարա տուն գան իրանք պետպատվերով։ Եվ պետությունից որևէ աջակցություն, որևէ սպասելիք չունեմ, որովհետև նույնիսկ իմ քայլը հիմնադրամին եմ դիմել, իրանք ասել են, որ իրանք նման ծրագրերով չեն զբաղվում։ Դե պարզ է, ինչ ծրագրերով են զբաղվում։ Իսկ իմ բարեգործական կազմակերպությունը, որ ինձ օգնում էր, իրանք հիմա փորձում են հավաքել երկրորդ վիրահատության գումարի կեսը, որովհետև դեռ կեսը չի հավաքվել։ Դրա համար մենք հնարավորություն չունեինք այդ ձևով նոր դրամահավաք բացելու։ Դրա համար ես որոշեցի տարբեր ուրիշ բարեգործականների եւս դիմել այս հետ վիրահատական շրջանը անցնելու համար, բայց զրո աջակցություն, զրո պատասխանատվություն ու այն որ ասում են ներառական հասարակություն, դա մենակ բառերով է ասվում, ժողովուրդ ջան, չկա նման բան Հայաստանում առհասարակ։ Ներառական հասարակություն, կրթություն, բուժում եւ այլն չկա նման բան Հայաստանում։ Դրանք զուտ թղթերի վրա գրված բառեր են։ Աշխատանք ունենալու մասին էլ չեմ խոսում։ Ես որտեղ դիմում եմ աշխատանքի համար, կամ ինձ ասում են անվասայլակդ չեզոքացրու նոր արի, կամ ասում են iPhone ունեցի, կամ էլ խափում ասում են, որ աշխատանքը դուրը չի գալի, դրա համար էլ չեն ընդունում։ Ուղղակի չեն ուզում հստակ հատուկ պայմաններ ստեղծեն նաև հնաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, ու մենակ ես չեմ։ Ինձանից շատ ավելի լավ վիճակում մարդիկ կան, ովքեր քայլում են հենակներով կամ քայլակներով, իրանց էլ չեն ընդունում, որովհետև չեն ուզում ստեղծեն հարմարավետություն, մատչելիություն մեզ համար, որպեսզի մենք էլ կարողանանք մեր գլխի ճարը այսպես տեսնել։ Մեզ էլ հաճելի չի ամեն անգամ ամեն մեկին դիմել, խնդրել օգնություն, ֆինանսական եւ այլն։ Մենք ուզում ենք ունենանք գործ, որի միջոցով մենք կարողանանք լուծել մեր ֆինանսական եւ ֆիզիկական խնդիրները։ Ամեն ինչ այսօր փողի հետ է կապված, ժողովուրդ ջան։ Եթե ունես փող, ունես ամեն ինչ։